Մի քանի օր առաջ ես Թորգոմի հետ եմ խոսել։ Ու ասեմ ձեզ, որ հավատում եմ իր անկեղծությանը, որ ուզում է ձեզ օգնի։ Ու պլանն էլ իր պարզա։ Սպանել Ռաֆին ու իր մարդկանց։ Բայց հետո։ Ընկեր Վարդան, Թորգոմի պլանը չի, այդ մեր պլանն է։ Կարևոր չի թե ում պլանն է։ Կարևորը որ իր գործողը դուք եք լինելու, դուժողն էլ։ Չկա ուրիշ տարբերակ։ Մեղավորները սպանվում են ու վերջ։ Ու որն է սրա վերջը, Սարգիս։ Սա փակ շղթա է։ Եթե դուք սկսեցիք, հակառակ կողմը պատասխան է տալու։ Ուն նոր զոհեր, նոր բռնություններ, ու այս կռվին արունայեղությանը վերջ չի լինելու։ Իսկ ինչ անենք։ Սպասենք, որ դրանք մեզ էլ սպանեն, ոնց որ Նանային ու Արամին սպանեցին։ Ես չեմ առաջարկում սպասել, ընդամենը մի քիչ ժամանակ է պետք։ Ինչ է այդ նշանակում։ Փախուստ։ Ու ինչքան հնարավոր է հեռու։ Մենք այդ շրջանը արդեն անցել ենք։ Մենք ուզում էինք փախնենք, բայց Արամին սպանեցին ու մեր պլանները փոխվեցին։ Հենց որ մեզ հիմա ուրիշ ընտրություններ չեն թողել։ Ընտրություն միշտ կա, միշտ տղեկ։ Այդ ընտրություն չի։ Պարտությունը։ Պարտությունը հաղթանակի հակառակ կողմն է, ու դա կարա շատ արագ փոխվի։ Բայց դա տեղի չունենա, եթե ձեզ սպանեն։ Դե հա, մենք գիտակցում ենք, հասկանում ենք, որ այս կռվում ուժերը անհավասար են, բայց փախուստը ելք չի։ Ոչ մեկս էլ մեռնել չենք ուզում։ Բայց չենք թողնի, որ Նանային ու Արամին սպանող վիժվածքը մարսի էս ամեն ինչը։ Որ քիչ առաջ փակ շղթայից ենք խոսում։ Ընկեր Վարդան, ես գիտեմ, որ դու ուզում ես օգնես մեզ։ Բայց մենք մեր որոշումը արդեն կայացրել ենք։ Թորգոմի հետ թե առանց իրա մենք միջև վերջ գնալու ենք։ Որն է դրա վերջը գոր։ Դուք հիմա հնարավորություն ունեք ինքնուրույն որոշելու ձեր ապագան։ Բայց եթե դուք դա չանեք, ձեր փոխարեն ուրիշներն են որոշելու։ Եթե մեր փոխարեն լինեիք, ինչ կանեիք։ Ոնց կվարվեիք։ Մենակ կխնդրեմ անկեղծ պատասխանեք։ Ես երկու մեծ պատերազմի մեջով եմ անցել։ Կորցրել եմ մարտական ընկերների, հարազատ մարդկանց։ Բայց գիտեք ինչ եմ հասկացել։ Երբ գնում ես վրեժի ճանապարհով, ամեն ինչ ավարտվում է այն ժամանակ, երբ ամեն ինչ կորցնում ես։ Ու դու էլ կանգ չես կարողանում առնել, ուղղակի չես կարողանում։ Իսկ հաղթանակը չի ուրախացնում քեզ։ Արդեն ուշ է։ Ու դու ոչ միայն կորցրել ես քեզ հարազատ մարդկանց, այլ ինքդ քեզ։ Մեր իրավիճակը պատերազմի հետ համեմատելի չի։ Սա ուրիշ է։ Իսկ որն է ուրիշ։ Որ զինանշանի տակ չեք կռվում ու առանց հրամանատարի, սա նույն պատերազմն է թղեք։ Ուղղակի դուք չեք հասկացել։ Եթե մենք չպատժենք այդ անասուններին, իրանք շարունակելու են սպանել, ոչնչացնել։ Այս աշխարհում ոչինչ անպատիժ չի մնում։ Ուղղակի համբերություն ու ժամանակ է պետք։ Մենք էլ ոչ համբերություն ունենք, ոչ էլ ժամանակ, ընկեր Վարդան։ Տղեկ, ես հիմա վստահ չեմ, որ դուք ինձ կլսեք կամ կընդունեք իմ խորհուրդները, բայց ես ձեզ մի խնդրանք ունեմ, մտածեք իմ ասածների շուրջ։ Անկախ ձեր կայացրած որոշումից ես պատրաստ եմ ձեզ օգնել, կօգնեմ ինչով կարող եմ։ Լավ մնացեք։ Սիգար